Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել։ Անգամ չենք ասել, թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա զղջա, ապաշխարի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին Նյուզեյեմի հետ զրույցում ասել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանը, որը ևս հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ստորագրել եպիսկոպոսների դիմումի տակ։ Նա հավելել է, որ կաթողիկոսը ասել է. «Միգուցե դա ճշմարտություն չէ, բայց հետո փաստերով ամեն ինչով պարզվել է, որ իրականություն է։ Դրանից հետո կաթողիկոսը հանձնախումբ է ստեղծել, ասել է. «Դուք զբաղվեք այդ հարցով»։ Փորձաքննությունն էլ եկել է, ու երբ տարել են, կաթողիկոսը ասել է. «Այդ հետազոտության արդյունքը ինձ համար առ ոչինչ է։ Ես չեմ կարող Արշակին հեռացնել։ Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Եթե եկեղեցին մեկ Արշակով պիտի կործանվի, ուրեմն թող կործանվի։ Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուր չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում», ասել է նա։